Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը բլոգեր Տարոն Սարգսյանն է։ Ողջույն Տարոն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս հրավերը։ Ես էլ եմ շնորհակալ։ Տարոն, զրույցը ուզում եմ սկսել վերջին աղմկահարույց իրադարձությունից, դա ՊԵԿ եկամուտների կոմիտեի տուգանքներ։ Վերջին շրջանում շատ բլոգերներ են այս մասին խոսում, այս հարցին ուզում եմ անդրադառնալ նաև դուք, որովհետև $100,000 համարժեք դրամի տուգանք է դրված ձեր առաջ։ Ուզում եմ հասկանալ ինչու, ի սկզբանե ուզում եմ հասկանալ ինչու է այդ տուգանքը դրված եւ ինչ փուլում եք գտնվում այժմ։ Շնորհակալություն հարցի համար, նախ տուգանել էին ինձ շուտ մի քանի ամիս առաջ։ Ես չէի բարձրաձայնում, որովհետև դրան լուրջ չեմ վերաբերվում, ինչքան էլ տուգանել են, որովհետև ես ոչ ռեկլամ եմ անում, ոչ ինչ որ գումարներ եմ դրսից ստանում, կամ ինչ որ անհայտ անձինք են ինձ գումարներ ուղարկում, որ ՊԵԿ-ին ես վճարեմ։ Ընդհանրապես խաղ է, որ խաղում եմ, ու բոլորն են այդ խաղից օգտվում, TikTok հարթակում։ Ու եթե կա օրենք, եթե ուզում է ՊԵԿ-ը զբաղվի այդ օրենքով, թող TikTok հարթակում մի հատ չափ դնի, որ այս տոկոսը պետք է վճարի բոլոր TikTok խաղացողները, այսինքն։ Բայց Հայաստանում չկա այդ օրենքը։ ՊԵԿ-ը ինձ տուգանել է նրա համար, որ ես վիդեո ունեմ YouTube-ում, որ ես $200,000 բարեգործություն եմ արել։ Դրա հիման վրա ինքը ինձ տուգանել է, որ ասում է, դե որ այդքան արել ես, բեր կեսը տուր պետությանը։ Պետությանն էլ բարեգործություն արել։ Ես նախ ընդունում եմ օրենքը, Հայաստանում ինչքան օրենք կա, ընդունում եմ ես, օրենքը բոլորիս համար է, բայց այս դեպքում իմ կարծիքով անիմաստ է ինձ տուգանել է, որովհետև ոչ ռեկլամ եմ արել, ոչ գովազդ եմ արել, ոչ անհատ անձանցից գումար եմ վերցրել։ Մենք դատի ենք տվել, ոնց որ ասած, բողոքել ենք, ու սպասում ենք պատասխանին։ Ինչ փուլում է գտնվում այս պահին դե սպասում ենք, դեռևս չի եղել նիստ։ Ոչ։ Լավ, այս պարագայում կա օրենք, որ բոլոր այն անձինք, ովքեր որ գովազդով են զբաղվում, բոլոր այն բլոգերները, ովքեր որ բացահայտ գովազդ են անում, պետք է հարկվեն։ Դուք որքանով որ տեղյակ են, որևէ գովազդներ չեք անում։ Առաջարկները շատ են գովազդների, բայց ես գովազդ չեմ անում, դեռ չեմ ուզում գովազդ անեմ։ Հետագայում չգիտեմ, կարող անեմ։ Այս պարագայում պետեկամուտների կոմիտեն փորձել է ձեզ եւս տուգանել, ինչ է գրված այդ թղթի վրա։ Ուզում եմ հասկանալ, եթե դուք բարեգործություն եք անում, բարեգործությունը եւս պետք է հարկվի։ Նախ եւ առաջ ես կուզեի ոչ թե պետեկամուտների կոմիտեն, այլ Հայաստանում այդ պաշտոնյաները, որ ինձ տուգանում են, կանչեն իրենց մոտ ինձ շնորհակալություն հայտնեն, որ ես մարդ եմ օգնում։ Ես իմ գործը կարող է իրան կողքից ուրիշ ձև են նայում, բայց այսօր ես չեմ ուզում ինձ գովամ, ինձ փառաբանեմ, ասեմ ես էս եմ անում, այն եմ անում, բայց կուզեի որ գնահատվեր այդ ամեն ինչը նախ եւ առաջ, գոնե կանչեին, ինձ ասեի շնորհակալություն դու այս գործերն ես անում։ Դրա փոխարեն տուգանում են ինձ, ես պատրաստ չեմ տուգանքը մուծելու, եթե հանկարծ պահը գա որ պետք է ասես պետք է մուծեն, ես չեմ մուծելու այդ տուգանքը, որովհետեւ անօրինական է։ Էլ եմ ասում, իրանք իրավունք չունեն ինձ տուգանեն, ուղղակի մի հատ վիդեո նայեն, ասեն այսքան օգնել ես, պետք է բերես ինձ կեսը գումարը մեզ տաս։ Փաստացի դուք անում եք իրենց գործը որոշակի առումով, օգնում եք մարդկանց, ովքեր որ ունեն դրա կարիքը, օգնում եք մարդկանց, ովքեր չունեն պայմաններ ապրելու եւ այդպես հազարավոր ընտանիքների։ Ես հիշում եմ մեր առաջին զրույցը, երբ դեռևս դուք հարցազրույցներ չէիք տալիս ու ես շատ դժվարությամբ էի ձեզ համոզել, որ ներկա գտնվեիք իմ տաղավարում, այդ ժամանակ անկեղծացաք ու պատմեցիք, որ ձեր առաջին բարեգործությունն արել եք պարտքով գումար վերցնելով։ Նախ եւ առաջ հիմա նայեք դուք ինձ հարցնում եք չեք ռեկլամանում, ես այս TikTok հարթակ մտել եմ մարդ օգնելու համար։ Ու իմ հիմնական նպատակը այն է եղել, որ այն խավը, որ ունի գումար, կոպտած հարուստ խավը, որ տեսնի ինչ որ մեկը ուղակի ոնց ասեմ, որ հնարավորություն չունի կոպիտ ասած ինչ որ իրան բան առնելու, այդ ինչ որ մեկը կարող է մեկին հանի ոտքի, ու այդ հարուստ խավի համար եմ արել, ճակերտավորացված, որ իրանք էլ փորձեն օգնեն մարդկանց, ես այդ նպատակով եմ մտել հարթակ։ Ու փառք Աստծո, որ կան արդեն երևի նկատում եք լիքը մարդիկ, որ իմ վիդեոներից հետո օգնում են մարդկանց ու փորձում են առաջնորդվել։
Այո, ձեր տեսանյութերը կարծես թե վարակիչ էին որոշակի առումով, որովհետև դրանից հետո հիմք դրվեց բարեգործությունների, հա, այսպես ասեմ, թեկուզ չնչին գումարով, բայց ամեն դեպքում մարդիկ օգնում են եւ այսօրվա պայմաններում, որ ապրուստը շատ դժվար է, ֆինանսը վաստակել շատ դժվար է, հայտնվում են բլոգերներ, ովքեր որ իրենց աշխատածը փորձում են կիսել սովորական մարդկանց հետ, ովքեր ունեն դրա կարիքը։ Իրականում դա վարակիչ էր։ Պատկերացնում եք, որ մի օր կգա օր, որ կհայտնվեն էլի բլոգերներ, ովքեր կընտրեն ձեր ճանապարհը։ Այն ժամանակ, երբ նոր եք սկսել, պատկերացնում եք, որ կարող եք այդպես վարակել ձեր բարեգործությամբ։ Ну, ինձ թվում է կան հիմա այդպես մարդիկ, որ զբաղվում են, բայց տենց ակտիվ չեն, էլի, կարող է մի օր օգնեն, երկու օր օգնեն ու տենց ստոպ տան։ Իմ մոտ դարել է այս ամեն ինչի աշխատանք, որ առավոտ աշկես բացվում, պետք է մեկին օգնեմ։ Ես չեմ օգնում, չի ստացվում, ոնց որ մի բան են չլինի։ Արդեն տարին ու արդեն 2 ամիս է վիճակն եմ մոտ։ Ինձ ասում են, այդքան էներգիա քեզ որտեղից ոնց ես դիմանում, չգիտեմ։ Էներգիան մի կողմ, ինչպես է կարողանում ամեն ընտանիքից հետո անցնել մյուսին, որովհետև տպավորություն է, որ օրինակ երբ որ ձեր տեսանյութերը նայում եմ, այս մարդուց ավելի վատ ապրող չկա, ու հետո հաջորդ օրը նորից ու իրենք շատ են, ու իրանք ցավոք սրտի կան ամեն քայլափոխի։ Շատ են Հայաստանում վատ ապրողները, ես օգնում եմ դուրս եմ գալ, ճիշտ է, ծանր եմ տանում, բայց շատ դեմքերով ցույց չեմ տալի։ Ցավոք հիմա շատ եմ խափում, Եմ որ կարան գումարի համար իրենց փոքր 2 տարեկան երախուն ծախեն կոպիտ ասած, որ իրենց գումար տան։ Չեմ ուզում անուններ տամ, բարձրաձայնեմ, մեկ-մեկ որ եթեր եմ անում ես TikTok-ով, ինձ վատ բաներ են գրում կամ փորձում են վատ ասեն, ասում եմ աուդիտորիան իմ մեծ է, էլի, որ սկսեմ վատ բլոգերություն անել, նկարեմ ձեզ տեղադրեմ, հաստատ խայտարակ կլինեք։ Հիմա նույնն էլ այդ մարդկանց եմ ասում, էլի, ասենք, եթե դուք հացի կարիք ունեք, լուչի ինձ ճիշտ ասեք, կամ օգնեմ, քանց թե կամ հասնեմ տեղ 200 կիլոմետր ու բարձրի մի հատ ընտանիք պետք է օգնեմ, որ այդ դրա կարիքը вообще չունի։ Ուղղակի այդ բան գումարա պետք, որ այդ գումարի համար փորձում են խփեն։ Ինչպես եք վարվում նմանատիպ մարդկանց հետ։ Տալիս եմ դուրս եմ գալի։ Ես տեսնում եմ, որ ինքը խափում է, բայց տալիս եմ, որ դուրս եմ գալի։ Տարն եւ ես հիշում եմ, որ ի սկզբանե ձեր տեսանյութերում դուք չէիք երևում։ Տարոն Սարգսյանը հայտնի էր իր ձայնով, հետաքրքիր է, դուք այն բարեգործներից էիք ուզում լինել, որ չեն ցույց տալիս իրենց դեմքը եւ պարզապես ցույց են տալիս իրենց գործը, բայց մենք հաղորդավարներս փորձեցինք դες բերել նաեւ էկրաններ։ Սկզբում մոտ 5-6 ամիս ես չեմ երևացել։ Հիմա որ քայլում եմ, խոսում եմ, շատ է ձենից են ճանաչում։ Չեմ մտածել ճանաչվեմ կամ ինչ-որ ճանաչում ունենամ, բայց այսօր ինձ ստացվեց, որ ամբողջ Հայաստանում ու իդեպ ասեմ երկրն Ղազախստան գնացի ես վերջերս, այնտեղ էլ այդքան հետաքրքիրն է, որ այնտեղի խանութներն էլ են ինձ ճանաչում։ Միամիտ ա եղել այս ամեն ինչը ճանաչում եմ։ Ну շնորհակալ եմ, էլի ես իմ։ Արդեն սովորություն չէր Ղազախստանում եւս բարեգործություն անել։ Այնտեղ էլ եմ արել բարեգործություն։ Եթե համեմատականներ անցկացնենք, այնտեղի ու այստեղի ցածր։ Նայեք, ես միշտ ասել եմ, եթերում եմ ասում, ասենց հարցազրույցների ժամանակ եմ ասում, եթե ինչ-որ մեկին համար մի բան անում եք, արեք անցեք առաջ, մի սպասեք ոչ մի բանի։ Այսօր ես այդքան ընտանիքների օգնում եմ, բայց թեկուզ տուգանվեցի, ինձ ոչ մեկ չզանգեց, ասեց, խի սենց եղավ, հասկանում եք։ Այդ մարդկանց պետք է հենց այդ պահին 10 ու всё, մոռացվար դու։ Իսկ վիրավորական չէ՞ որ։ Չէ, սովորել եմ արդեն։ Ինձ պետք է ես օգնեմ, ասեմ առաջ, մնացածը Աստված ինձ տալիս է։ Ու իրականում տալիս է Աստված։ Եթե համեմատենք այն ժամանակահատվածին, երբ նոր էիք սկսել, հա, նորից եմ շեշտում, պարտքով էիք գումար վերցրել, իսկ այսօր այն իրավիճակում եք, որ մեկը ձեզ տուգանում է մոտավորապես 40 միլիոն դրամ։ Արդեն ամեն բան ասված է։ Ուզում եմ խոսենք զգացողությունների մասին։ Եթե խոսենք օրենքի մասին, ավելի ճիշտ խոսեցինք արդեն օրենքի մասին, որ սա անօրինական գործողություն է եւ այլն, զգացողությունների մասին։ Երբ այդ օրը դուք ձեզ հետ մենակ եք մնացել, դուք հետ եք նայում, թե ինչ ճանապարհ եք անցել, ու այսօր ինչ որ թուղթ եք ստանում, ինչ զգացողություններ էր։ Այնքան վատ է, որ չի գնահատվում այդ ամեն ինչը, փորձում ես դուրս գաս դրա մեջից, բայց չի ստացվում, էլի, ասենք, այնքան էլ մտածես,
Լավն ես անում, օրենքը մնում է օրենք, ես էլ եմ ասում։ Այսօր բարեկային ծառայությունները ինձ կանգնացնում են, ես ասում եմ, եթե սխալ եմ, դու գանեք ինձ, որտեղ օրենքը բոլորիս համար է։ Բայց այս դեպքում դա օրենքի հետ вообще կապ չունեցող բան է։ Անկապ անիմաստեղի ինձ տուգանում են ինչի համար, որ ոչ մի բանի համար։ Շատ դեպքերում հիասթափությունն է լինում եւ Ես չեմ հիասթափվում։ Ընդհանրապես որոշում են այն մարդիկ, ովքեր որ հենց հայրենիքում ու հայրենիքում բարի գործ անելիս չեն գնահատվում, որոշում են, որ լքել են։ Ես ոչ վիրավորում եմ, ոչ էլ փորձում հայ դուրս գալու երկրից, ոնց տեսել եք ինձ, ես իմ հետևորդներն եմ ասել, տենց է շարունակելու եմ։ Օգնեմ մարդկանց ու դաշեմ։ Ոչ էլ սպասում ինչ-որ բանի։ Օգնեմ, հետո հիմա դրան էլ չեմ սպասում, որ օգնեմ, հետո ինձ զանգեն ասել շնորհակալություն։ Էլ եմ ասում, այն որ բան եղավ, որ տուգանվեցի, պետք է գոնե մի հոգի, երկու հոգի զանգեր ասել, տարուն ջնխից հենց եղավ։ Հավատացեք, ոչ մի զանգ չստացա, այլ զանգ ստացա այն մարդկանցից, ում չէի սպասում։ Բայց օգնել եք միլիոնավոր մարդկանց։ Շատ մարդկանց եմ օգնել, շատ։ Եթե 1.5 տարի առաջ իմ հաղորդման շրջանակում մենք խոսում էինք, եթե չեմ սխալվում, $75,000 օգնություն էի կարել այդ ժամանակահատվածում։ Եթե խոսենք հիմիկվա մասին, մոտավորապես ընդհանուր առմամբ պետեկամուտների կոմիտեն հուսով եմ մեզ չի լսում, ընդհանուր առմամբ եթե փորձեք հաշվել, ինչ գումարի մասին է խոսքը։ Նայեք, ես չեմ վախում ոչ մի բանից, ուզում եմ պետեկամուտների կոմիտեն լսի, որովհետև ես այսօր չեմ գողանում գումար, չեմ խաբում, չեմ շորթում մարդկանցից։ Այդ խաղը նենց խաղ է, թող իրանք էլ լսեն, որ հասկանան էլի, այդ խաղը դու կարող ես մտնես TikTok, քո համար նստես, ինչ-որ մեկը բերի քեզ $5,000 տա, այսինքն քեզ նվեր տա, դու այդ գումարը ստանաս։ Ցանկացած մարդ, ուզում եմ մի փոքր բացեք փակագծերը TikTok-ի հետ կապված։ Կարող է ցանկացած մարդ կարա TikTok մտնի, խաղա battle, այդ խաղը, ու ինչ-որ մեկը բերի նվեր գցի իրան, այդ նվերը դառնում է գումար։ Դու այդ մարդուն չես խաբում, չես շորթում, չես շահագործում, ինչ-որ բան ես վախենալու բան չունեմ։ Էդի պետքա օրենք դնեն իրանք, որ TikTok հարթակում քեզ այսքան գումար եկավ, $1,000 գումար եկավ, դրա 1% կամ 0.5% պետությանն է, բայց այդ օրենքը չկա։ Իսկ իսկ տուգանել են օրենքից դուրս։ Մի հատ վիդեոյի համար։ Թող բերեն օրենք դնեն, որ այդ օրենքով ես կամ մնացած, օրինակ այսօր մարդիկ բաթլ են խաղում իրանց երեխեքի հացի համար։ Ես չեմ ուզենա Հայաստանում այդ օրենքը լինի, որովհետև թող կամ օրենքին վրա դնեն այն մարդկանց, ովքեր շատ բյուջե մեջ գումարներ, բայց այն մարդիկ, որ մտնում են խոսքի խաղում են իրանց երեխեքի հացի համար կամ ինչ-որ առօրյայի ինչ-որ բան առնելու համար, այդ մարդկանց պետք չի օրենք դնեն, որտեղ եսի սարսափելի բան կլինի դա արդեն։ Թույն վրա դնեն այն մեծ բանը խաղացողների, որ դրա կարիքը կա։ Տարին ուզում եմ հիշեք ամենատպավորիչ, բայց ամեն դեպքում գումարը չնշեցիք։ Ես չեմ հաշվում գումարը ինչքան է։ Մոտավոր պատկերացում։ Հիշի։ Պետք է մտնենք հետ։ Անցնում ենք $500,000 ԱՄՆ, թե դրա շեմին ենք։ Կանցնենք էլի, բան ինչ կանենք։ Տարին ուզում եմ հիշեք։ Հետաքրքիր գիտեք Որ 2 օր առաջ իմ մաման ասում է Տարոն ջան, վարկս մուծիկ ունե։ Ես քեզ մի հատ բան ասեմ, ոչ թե ձևականություն է, ես այսօր տարի կեսվա մեջ իմ ընտանիքի համար կարելի ասել ոչ մի բան չեմ ինչքան սխալ է, որտեղ կենտրոնացել եմ մարդկանց օգնելու վրա, բայց ես չգիտեի, որ իմ մաման վարկ ունի, պետք է մուծվի։ Դա թողեցին ժողովուրդը, որտեղ բաներ դա լինում։ Իրականում անհավատալի է հայերի դեպքում, որովհետև կարծես թե էգոիստությունն է, չէ՞, մեր մոտ իշխում ավելի շատ սկզբում մեզ, հետո մարդկանց։ Հա։ Ես այնքան կշարունակեմ կարամ կօգնեմ մարդկանց, իմ նպատակը ես TikTok հարթակում եղել է օգնել մարդկանց։ Ուտենց Ուզում եմ հիշեք վերջին շրջանում ամենատպավորիչ դեպքը ու օգնությունը, որը կատարել եք։ Բոլորն տպավորիչ են, էլի։ Կարծում եմ ձեր դեպքում, երբ ունեք երեխա, հիմնականում ավելի խոցելի են երեխաների հատվածը, որովհետև երեխան մեղավոր չէ, որ ծնվել է այնպիսի պայմաններում, որ օրվա կաթի գումար չկա։ Հա, շատ են դա դեպքեր լինում։
Եթե ես իմ հեռախոսը միացած թողեմ, գիշերը 4-ին, 3-ին, 2-ին զանգում են, ինձ ասում են, որ կաթի գումար, սենց, բայց հիմա 2 քարտերս անջատացա, որովհետև սարսափելի արդեն չեմ հասցնում ու մարդիկ գիտեք ոնց են ընդունում դա, որ ասում ես չեմ կարող օգնեմ, իրենք փորձում են քեզ վիրավորել, ոնց որ պարտավոր ես իրենց օգնել։ Այդպես արդեն սովորություն է դառել, հա, մարդկանց մոտ, դրա համար անջատել եմ, առանձնացրել եմ ընտանիքներ, որ մի ամիս պետքա այդ ընտանիքներին օգնեմ։ Իսկ ինչպես եք կարողանում տարանջատել։ Հենց դա ուզում հասկանալ, ինչպես եք կարող հասկանալ, որ այս ընտանիքը ավելի շատ ունի ձեր կարիքը, քան օրինակ այն ընտանիքը եւ ինչ որ առումով չեք նեղսրտում, որ ինչ որ մեկին բաց եք թողնում այդ ընտանիքը։ Բայց ինչ որ մեկին մոտ 15000 ընտանիք կա հիմա, որ բացեմ, դա նայում ես, այդ բանը որ սիրտդ ուզեց այդում ես։ Ահա որ շատ են ընտանիքի, նենց չի մի 100 հոգից հոգի որ տարանջատես։ Եվ ինչպես եք կարողանում լինելով այդ ամենի մեջ, լինելով ակտիվ եւ չունենալով կարծես թե օրվա մեծ մասը զբաղվելով բարեգործությամբ, ինչպես եք կարողանում ժամանակ տրամադրել ընտանիքի համար։ Ֆինանսը արդեն հասկացանք, որ չեք հասցնում։ Տրամադրում նոր է ասում։ Ժամանակ նույնպես չեք կա։ Հետաքրքիր է։ Տարի 2 ամիս չեմ տրամադրել, ամեն անգամ ասել եմ լավ, մի օր, այտենց այդում եմ առաջ։ Դրա համար ասում ես ամեն ինչի համար դարել աշխատանք, որ օգնում եմ մարդկանց ու ուզում եմ տեղեկացնեմ, քանի որ sense միջոց կա հիմա մարդիկ ինձ կլսեն, որ ես դրսից գումարներ չեմ ընդունում, շատ են առաջարկները, մեծ գումարներն ինձ առաջարկվում, գրում են ոնց անենք, ոնց ուղարկենք, ես դրսից գումարներ չեմ ընդունում, թող դա իմանան մարդիկ, որ ես ամեն ինչի ես անում եմ այն խաղի միջոցով, որ ինձ հասանելի է, ու այդ խաղի ընթացքում մարդկանց էլ չեմ ասում, դուք ինձ նվեր պետք է տաք, որ ես օգնեմ մարդկանց, ցանկությունը իրանցնա կտան, չեն տա։ Ես հիշում եմ, տեսեք, չեմ այս եթերին պատրաստվելուց առաջ ես չեմ դիտել մեր նախորդ հարցազրույցը, բայց ես հիշում եմ մի միտք, որտեղ այդ հաղորդման շրջանակներում դուք ասացիք, ես չեմ ուզում մեծ գումարներ վերցնել դրսից, որովհետև ես չեմ ուզում որևէ մեկը տնօրինի ինձ եւ ասի թե ինչ պետք է անեմ այդ գումարների հետ։ Որտեղ հիմա վտանգավոր է, կարող մեկից $1000 վերցնես ու փաստի առաջ կանգնես։ Ավելի լավ է ես իմ գումարով օգնեմ մարդկանց սիրտս հանգիստ, քան թե ինչ որ ինձ բերեն գումար տան, ասեն տարեց մարդուն օգնի կամ շատ են ասում բարեգործական ինչ որ բան բացի, եթե չեմ ուզում։ Բայց այսօր կարծես թե հովանավոր եք լինում շատ տարբեր նախագծերի իրականացման։ Առաջարկները շատ են, հա, որ հովանավոր լինեմ, չեմ լինում։ Ես հիմա կենտրոնացել եմ մարդկանց օգնելու համար, եթե հետագայում ինչ-որ բաներ կփոխվի կդառնամ, չգիտեմ, ռեկլամներ կանեմ կամ իմ աուդիտորին էլ եմ ասում շատ մեծ է, որ մի հատ վիդեո տեղադրում TikTok համացանց, այդ վիդեոն YouTube, Instagram, Facebook, որ մի օրվա մեջ 7-ից 8 միլիոն մարդ է նայում։ Դրա համար հիմա ես իմ կոնտենտը չեմ ուզում փոխեմ, ռեկլամներ անեմ կամ չգիտեմ։ Երբ կգա ժամանակը, որ կորոշեմ, որ ստոպ եմ տալու, արդեն փորձեմ փոխեմ այս ամեն ինչը։ Վստահ եմ տարիներ հետո, երբ այսօր ձեր փոքրիկին, եթե չեմ սխալվում, աղջիկ ունեք, չեք հասցնում ժամանակ տրամադրել, վստահ եմ տարիներ հետո նա ձեր տեսանյութերը երբ դիտի, ուղղակի հպարտանալու է։ Տան հաղորդման վերջում ուզում եմ ասեք, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Գնահատված լինելը։ Բայց ցավոք չեն գնահատվում։ Այս պահին կարծում եմ դուք հենց դրա պակասնում եք։ Այո։ Տարին մինչ զրույցը սկսելը դուք ինձ տեղեկացրեցիք, որ ձեր հետևորդներին փոխանցելու խոսք ունեք։ Հաղորդման վերջում խնդրեմ կարող եք կիսվել։ Այո, իմ հետևորդներին շատ բաներ կուզեմ ասեմ, հպարտ եմ ուղղակի, որ տենց հետևորդներ ունեմ։ Կան հետևորդներ, որ ես իրենց չեմ տեսնում, Facebook ես չունեմ ընդհանրապես, YouTube էլ չունեմ, բայց շատ ակտիվ են իմ տարածող վիդեոները, ովքեր որ տարածում են։ Շնորհակալ եմ Facebook-ի հետևորդներին, որ այդքան դուխ են տալի, YouTube, Instagram, ու նաև իմ եթերների մարդկանց, որ ամեն օր իմ հետ են։ Չգիտեմ TikTok հարթակից այնքան եք տեղյակ թե չէ խաղերից, բայց մարդիկ իրենց ամեն օրվա գործը թողում են ու գալիս են իմ հետ, որ խաղը կրեն կամ պայքարում ենք էդի, նենցա որ TikTok-ում խաղ կա, battle հասկացողությունը, որ ուզում ենք առաջ գնանք այդ խաղով։ Ու մարդիկ կան, որ վիդեոներ կան, որ իրանց երեխեքի հետ, ընտանիքների հետ, մեկը գործի տեղը, մեկը
չգիտեմ, գործանելուց լայքում է ինձ, որ իմանում եմ, որ ինձ օգուտ է տալի, իրենց եմ շատ շնորհակալ, ու այն մարդկանցից, ովքեր իմ կողքն են։ Ես էլ շնորհակալ եմ գալու համար, թող շարունակական լինեն ձեր բարի գործերը։ Շարունակական կլինեն։ Իսկ իմ այսօրվա արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Իսահակյան 14 հասցեում գտնվող Aga Image ստուդիոյին։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։